Ուր հասավ Bitcoin-ը ու ինչ ուղղությամբ է ինքը գնալու։ Անհերքելի է, որ Bitcoin-ը դարել է արդեն գլոբալ ֆինանսների մաս, քանի որ իր մասին խոսում են խոշոր բանկերը, ներդրումային ֆոնդերը, պետությունները, ու երբ որ ինչ-որ ակտիվ գլոբալ է, դա նշանակում է նաև ինքը արձագանքում է մակրո ազդակներին։ Լինի դա կենտրոնական բանկի տոկոսադրույքներ, դոլարի կուրս, նավթ, պատերազմներ եւ այլն։ Ու այս տեսանյութում մենք խոսելու ենք նրա մասին, թե ինչն էր ազդում Bitcoin-ի գնի վրա վերջին ամիսներին ու ինչ ուղղությամբ է հավանական, որ Bitcoin-ը շարժվի առաջիկայում։ Սա Bitcoin-ը վիդեո բլոգն է, որտեղ մենք խոսում ենք Bitcoin-ից ու ֆինանսներից, եթե հետաքրքիր են այս թեմաները, բաժանորդագրվեք ալիքին։ Իսկ թեմային անցնելով, եկեք մի հատ խոսանք նրա մասին, թե մեծ խաղացողները ինչ կարծիք ունեն հիմա Bitcoin-ի մասին։ Դե BlackRock-ը գիտեք, ամենամեծ ներդրումային ֆոնդն է, ու ինքը 2 տարի է արդեն շուկայում է իր ETF-ների միջոցով, ու կրկին անգամ ինքը հիշեցնում է, որ Bitcoin-ը այնքան է մեծացել, որ իրան անտեսել չի կարելի ու գնալով նոր պրոդուկտներ առաջարկում այս շուկայում։ Մասնավորապես BlackRock-ը արդեն առաջարկում է Bitcoin-ի այնպիսի պրոդուկտներ, որոնք որ թույլ են տալիս եկամտաբերություն ստանալ Bitcoin-ի միջոցով։ Սա այն նոր բաներից է, որ MicroStrategy-ն այլ կազմակերպությունները սկսել են փորձել ինվեստորներին ներկայացնել, ու դրանից հետ չի մնում նաև BlackRock-ը, ամենամեծ ներդրումային ֆոնդը։ Մյուս ամենամեծ ֆոնդերից մեկը Fidelity-ն։ Ինչ է ինքը ասում։ Այս մասը եկեք իրար հետ մի հատ կարդանք։ Ասում է, որ Bitcoin-ը չնայած նրան, որ համեմատաբար նոր երիտասարդ ակտիվ է, ինքը շատ արագ աճ է գրանցել ու դարել է խոշոր ակտիվ, ու ժամանակ առ ժամանակ ինքը համ գերազանցել է արծաթի կապիտալիզացիան, համ էլ top 10 ամենամեծ ընկերությունների չափ է հասել իր արժևորմամբ։ Ու վերջին 15 տարիներից 11 տարվա ընթացքում Bitcoin-ը ամենալավ, ամենաարագ աճող ակտիվն է եղել։ Հետևաբար ներդրողների համար հարցը լինում է հետևյալը. ոչ թե արդյոք դիտարկում եք Bitcoin ունենալ թե չէ, այլ ինչքան Bitcoin ունեք ու ինչու է հենց տոկոսը այդքան։ Որոշ ներդրողների համար 0% պորտֆոլիոյում տեղ կարող է զբաղեցնել Bitcoin-ը, բայց դա պետքա արդարացված լինի ու լավ բացատրված լինի։ Այսինքն ինչ ասում է ֆոնդը, ասում է, որ Bitcoin-ը այնքան կարևոր է, ինքը այնքան է աճել ու այնքան կարևոր դեր է խաղում, որ պետքա բոլոր ներդրողները ունենան ինչ որ չափի Bitcoin։ Ու հարցը նրանում է, թե քանի տոկոսը իրանց պորտֆոլիոյի լինի Bitcoin-ը։ Մյուս խոշոր ֆոնդերից մեկը, ու այս բոլորը վերջին ամիսներն է եղել այս խոսակցությունները, spot trading-ի ծառայությունները սկսելու մատուցել իր հաճախորդներին, այսինքն էլի նոր ներդրողների մեծ բանակ հնարավորություն ունենալու Bitcoin առնել։ Ինչ կա Ամերիկայի կենտրոնական բանկից։ Վերջերս այնտեղ կենտրոնական բանկի նախագահ փոխվեց, սենատում երբ որ լսումներ էին ու ոնց որ իր թեկնածությունը պետք է հաստատվեր, մի քանի հարցերի է պատասխանել, ու ինքը առաջին հերթին ասել է, որ կրիպտո արժույթները արդեն մաս են կազմում Ամերիկայի ֆինանսական համակարգի, նշել էր, որ կենտրոնական բանկի թվային արժույթ ունենալը շատ վատ գաղափար է, ինքը դա չի աջակցելու, ու նաև պարզադառնում իր այդ դեկլարացիաներից, հայտարարագրերից, որ ինքը որոշակի Bitcoin-ի կրիպտոյի մեջ ներդրումներ ունի կազմակերպությունների միջոցով։ Ինքը ինչ որ կազմակերպությունների մեջ փայաբաժին ունի, շատ մեծ քանակի կազմակերպությունների, որոնք որ կրիպտո շուկայում ներգրաված են ու ծառայություններ են մատուցում։ Հիմա, եթե Bitcoin-ը դարձել է ներդրումային պորտֆելների, ETF-ների, պետական պաուստների ու քաղաքական օրակարգի մաս, ուրեմն դրա գինը սկսում է արձագանքել ոչ միայն կրիպտոնորություններին, այլև կենտրոնական բանկի որոշումներին, դոլարի շարժին, նավթի գնին, պատերազմի ռիսկերին, ու այդ բոլորի մարմնավորումը մենք տեսել ենք վերջին շաբաթներին ու ամիսներին։ Տեսել ենք, որ մայիս-հունիս ամիսներին շուրջ 30 օրում 6.5 միլիարդ դոլարի փող է դուրս եկել Bitcoin-ի ETF-ներից։ Bitcoin-ի ETF-ները ինչ էին, իրանք ֆինանսական գործիք էին Ամերիկայում, որ արժեթղթերի շուկայի ինվեստորներին թույլ էին տալիս առնել ու ծախել Bitcoin։ 24 թվին, երբ որ բացվեց այդ ծառայությունը, լիքը նոր կապիտալ մտավ դրա հաշվին շուկա, Bitcoin-ի կուրսը 40,000-ից բարձրացավ տարիների ընթացքում մինչև 120-130,000, ու հիմա, երբ որ նաև այս ETF-ների միջոցով շատ ներդրողներ ունեն Bitcoin, իրանք նաև հնարավորություն ունեն վաճառել այդ Bitcoin։ Ու շատերը վերջին ամիսներին հենց դա էլ արել են, ու 6.5 միլիարդ դոլարի կապիտալ, ինչպես տեսնում ենք, ETF-ների միջոցով դուրս եկավ։ Նոր կենտրոնական բանկը ու իր ղեկավարությունը ոնց որ ազդակներ են տալիս, որ հնարավոր է բարձրանան կենտրոնական բանկի տոկոսադրույքները։ Ինչա դա նշանակում, նորից հիշենք, որ դա վերելու է նրան, որ ավելի քիչ փող է նոր մտնելու շուկա, ավելի քիչ փող է տպվելու կենտրոնական բանկի կողմից, հետևաբար ակտիվները ու հատկապես բարձր ռիսկայնություն ունեցող ակտիվները, որ համարվում է նաև Bitcoin-ը ցավոք այս պահին, իրանք քիչ հավանական է, որ աճ գրանցեն, ու հավանական է նաև այդ ընթացքում անկում գրանցեն։ Ու երբ որ նայում ենք նրան, թե կենտրոնական բանկը ինչին արձագանքելով է ուզում այս տոկոսադրույքները բարձրացնել, իհարկե դա ինֆլյացիան է, որը էլի վերջին ամիսներին Ամերիկայում կտրուկ բարձրացել է, մինչև 3.4% է դարել, իսկ հիշենք այնտեղ իրանց թիրախը 2% ինֆլյացիա ունենալն է, այդքան
խստացրեցին, այդքան քիչ փող տվեցին, մեկը չկարողացան հասնել այդ թիրախին ու հիմա անգամ տոկոսադրույքները չեզոք պահելով նույնը պահելով, այնտեղ ինֆլյացիան գնալով բարձրանում է։ Հետևաբար կենտրոնական բանկին մնում է ինչ մի հատ բան անել, տոկոսադրույքները բարձրացնել, ավելի խստացնել դրամավարկային քաղաքականությունը, որը որ բերելու է արժեթղթերի շուկայի, գույքի շուկայի, կրիպտոյի շուկայի անկումներին։ Ամենայն հավանականությամբ դրան է բերելու։ Ու կարծես թե այլ եղանակ չունի, այլ լուծում չունի կենտրոնական բանկը, քան այդ ուղղությամբ գնալ։ Տեսնում ենք, որ արդեն Եվրոպայի կենտրոնական բանկը բարձրացրել է տոկոսադրույքները, որովհետև իրանց մոտ էլ ինֆլյացիան շատ բարձր, այսինքն աշխարհում շատ երկրների կենտրոնական բանկեր արդեն սկսել են այդ տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ գնալ, որը որ բերելու է այլ ավելի մեծ տնտեսական խնդիրների։ Ու այս ինֆլյացիան բանը մի կողմ թողած, գալիս են նոր կոնֆլիկտները, նոր պատերազմները, տեսնում ենք, որ այս Հորմուզի նեղուց այնտեղ Ամերիկա-Իրան պատերազմban այդ ընթացքում նավթի գինը ինչքան բարձրացավ, այդ ընթացքում նաև բիթքոյնի գինը իջավ, որովհետև այդ անորոշությունը ու կոնֆլիկտային վիճակը բացասական էր ազդում կրիպտոշուկայի վրա։ Ու մենք տեսանք նաև թե ինչ արագ արձագանքեց կրիպտոշուկան ու բիթքոյնի կուրսը ոնց բարձրացավ, երբ որ իմացանք, որ Ամերիկան ու Իրանը այդ խաղաղության համաձայնագիրն են կնքում, այդ օրվա մեջ 5-6,000 $-ով միանգամից մոտ 60,000-ից 65,000 $ բարձրացավ բիթքոյնի կուրսը, բայց հիմա էլի ոնց որ սկսում են իրար խփել, էլի այդ ստաբիլությունը չկա ու բիթքոյնի կուրսը 60,000-ի մոտ է տատանվում։ Ու դեռևս տենց մեծ ինչ որ մակրո քամիներ չկան, որոնք որ բիթքոյնը առաջ կբրթեն։ Նախքան ասելը թե ես ինչ եմ անում այս կրիպտոշուկայում, ուզեմ մի հատ էլ բան ցույց տամ, այս հետաքրքիր ստատիստիկան, այս ֆորումներից մեկում Fortune-ում 2023 թվականին մի օգտատեր գցել էր sense վերլուծություն, նայել էր թե ամենացածր գնից մինչև ամենաբարձր գինը ցիկլերի ընթացքում ինչքան ժամանակում է բիթքոյնը բարձրանում, տեսել էր որ օրինակ 15 թվականի ամենացածր կետից մինչև 17 թվականի ամենաբարձր կետը հասել է 1064 օրում, հետո այդ պիկից մինչև հատակը հասել է 364 օրում, հետո չգիտես ինչի զարմանալիորեն հաջորդ հատակից մինչև պիկը էլի 1064 օրում է բարձրացել ու էլի 364 օրում է հասել մինչև հատակը, ու ինքը 2 տարի առաջ կանխատեսել էր 2023-ին է post արել, որ այդ ցիկլի պիկը տեսնելու ենք հոկտեմբերի 6-ին 2025 թվականին, այսինքն ենթադրել էր որ այս ամսը թվից հետո 1064 օր, երբ որ հաշվում ենք գալիս է այս օրը, ուրեմն պիկը այդ ժամանակ ենք տեսնելու։ Բացում ենք բիթքոյնի գրաֆիկը, նայում ենք թե աշնանը ինչքան էր, երբ էր պիկը եղել, պիկ եղել է այստեղ, ինքը ամսի քանիսին է, զարմանալիորեն հոկտեմբերի 6-ին 2025 թվականին, այսինքն վանգայություն արել այս մարդը 2 տարի առաջ այնց բան կանխատեսելով, օրվա ճշգրտությամբ բիթքոյնի պիկը կանխատեսել է, ու եթե էլի նույն պատերնին նայենք, ինչ է ստացվել, որ այս պիկից մինչև հատակ 364 օր է սպասվում, որն էլ գալիս է էլի 2026 թվականի հոկտեմբեր։ Հիմա այս օրինաչափությունը կկրկնվի թե չի կրկնվի, ժամանակը ցույց կտա, ինչպես ասում են, օրինաչափությունները աշխատում են այնքան ժամանակ, մինչև իրանք դադարում են աշխատելուց։ Հիմա էլ որ sense բոլորը արդեն իսկ ինֆորմացիան ունեն, սրա վրա կարող են դատողություններ անեն, ավելի քիչ հավանական է դառնում, որ այս կանխատեսումը իրականություն դառնա, բայց ամեն դեպքում այդ տնտեսական ցիկլերը, մարդկային բնավորության, ներդրողի բնավորության վարքագծի կանոնները ինչ որ չափով համաչափ են լինում, կրկնվում են, ու հավանական է, որ հենց այս աշնանը մենք տեսնենք բիթքոյնի կուրսի հատակը, ու կարող է հենց այդ ժամանակ էլ այս բացասական մակրո երևույթները իրենց պիկին հասնեն, մենք տեսնենք բիթքոյնի կուրսի հատակը։ Ինչ եմ անում ես այս շուկայում, մի քանի ամիս առաջ, մոտ կես տարի առաջ տեսանյութ հրապարակել, ասել է որ այս են հատվածներից է, ժամանակահատվածներից է, որ ես դադար եմ վերցրել, բիթքոյն չեմ առնում, մինչև այդ տարիներ շարունակ ամեն ամիս անդադ քիչ-քիչ առել եմ։ Հիմա արդեն մոտ 6 ամիսը չեմ առնում, դեռ շարունակում եմ չառնել, այն պատճառով որ ակնկալում եմ, որ ավելի մեծ հավանականություն կա, որ դեպի ներքև գնա կուրսը, քան դեպի վերև գնա։ Մտեղ կարող եք ասել, բայց եթե տենց վստահ ես, նավաճառի բիթքոյնը հետո էժանով կառնես, չէ, որովհետև ինչ որ պահի շրջադարձ առնելու, չգիտենք այդ պահը երբ է։ Կարող է արդեն հատակը տեսել ենք, այդ որ 57-58 հազարներ։ Կարող է իջնի 30-40 հազար, հետո նոր սկսի բարձրանալ, բայց ամեն դեպքում երբ որ սկսի բարձրանալ, ես ուզում եմ լինել շուկայի մեջ։ Չեմ ուզում անկարծ նենց իրավիճակ լինի, որ տենց բիթքոյնը վատ ժամանակ ծախել է, հիմա ստիպված պետք ինչ որ ավելի վատ կուրսով առնեմ։ Դրա համար ուղղակի ես դադարել եմ առնելը, կապիտալ եմ պահում, երբ որ հարմար պահը լինի, հավանաբար հենց այս աշնանը կուրսը հենց իջնի ներքև, հենց մենք տեսնենք սենց կատաստրոֆա, սա մտածում եմ, հեսա բիթքոյնը վարի է գնալու։ Իմ կարծիքով 30-40 հազար իջնի մենք կտեսնենք, հենց այդ ժամանակ ամենալավ ժամանակն է լինելու առնելու, ու հավանաբար այդտեղ ես նորից մտնեմ շուկա։ Ընդհանուր այսքանն է, հետաքրքիր կլինի լսել թե դուք ինչ եք անում այս շուկայում, ինչ կանխատեսումներ ունեք, եթե հետաքրքիր հավանեք տեսանյութը բաժանորդագրվեք ալիքին, իսկ մենք կհանդիպենք։